փորձերի ժամանակ ես տեսա մի երիտասարդ շատ երկար մազերով, այն ժամանակ բոլորս էլ մազեր ունեինք, հավատացեք անգամ ես։ Բնականաբար ահավոր վախենում էի իրենից, բայց դրա հետ մեկտեղ ես հասկացա, որ այդ վախը ոչ թե վախ է, այլ ինքը այնքան պատրաստված բեմադրիչ է։ Երբ որ դժգոհ է, ասում է, երբ որ գոհ է, էլի ասում։ Մի անգամ հեռավոր 1969 թվականին, երբ նոր էր ստեղծվում դրամատիկական թատրոնը եւ այս շենքում մարտի 8-ին 1969 թվականին բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը։ Հրաչյա Ղափլանյանն այն ժամանակ նոր էր հավաքում, այսպես ասած, ամբողջ թատրոնի կոլեկտիվը, ամեն տեղից փորձում էր երիտասարդներ գտնել, ծանոթացա Արմեն Խանդեկյանի հետ, որը նոր ավարտում էր Թատերական ինստիտուտը։ Որոշել եմ ռեժիսուրայով զբաղվել արդեն 20 տարեկանում։ Փորձել եմ աշակերտություն անել Գալենցի մոտ, որպես նկարչություն սովորել նկարիչ ինչ բան է նկարելը, որովհետև ուզում էի ճարտարապետական ինստիտուտ անցնել։ Կոմսոմոլ լինելս չեմ հիշում, ինձ հեռացրել են կոմսոմոլից։ Դե խայտառակ պայվածքի համար երևի դպրոցում։ 69 թվականից եմ թատրոնում, շուտով մի 2-3 տարուց արդեն 50 տարի կլինի։ Որ ստեմի հատ ավելացնես երկար է ճուղերով շատ հետաքրքիր։ Արմենը ընդունվեց թատրոն որպես, եթե չեմ սխալվում, դիպլոմային աշխատանք անելու համար որպես ռեժիսոր։ Եվ հիշում եմ Սերև ծիծաղ բեմադրությունը Հրաչյա Ղափլանյանն էր բեմադրում, Արմենը երկրորդ ռեժիսորն էր, օգնում էր Հրաչնիկեvichին եւ հերոսներից մեկի դերակատարը չէր գոհացնում Ղափլանյանին։ Երկար փորձերուց հետո հիշում եմ Արմենը կողքը նստած էր Հրաչնիկեvichի ասեց Արմեն մի հատ ցույց տուր ոնց են անում։ Եվ Արմենը միանգամից մտավ ներկայացման մեջ այնպես խաղաց այդ կտորը, որ ինքը դառավ գլխավոր դերակատարը։ Ճակատագիր այնպես է եղել, որ ես միշտ խաղացել եմ 5-6 օրում այդ դերերը։ Հետո եղել եմ ռեժիսորի ասիստենտ, հետո եղել եմ երկրորդ ռեժիսոր, հետո եղել եմ ռեժիսոր, հետո բեմադրող ռեժիսոր։ Իր աշխարհը, որը որ կառուցում է բեմում, բավականին հստակ է։ Նա բացառիկ արվեստագետներից է ընդհանրապես, ով գիտի ներկայացում հավաքելը։ Իմ ուսուցիչները բավական շատ են, կարող է նաև միջնադարից լինեն։ Աշակերտներ չեն ընտրում, ընտրում են ուսուցիչներ։ Ես ընտրել եմ, որովհետև սովորել եմ, այդ րոպեին ես չեմ հասկացել ու բան եմ սովորում։ Հիմա էլ այդպես է։ Հետո հասկանում եմ, որ այնքան կարևոր է այս մարդու ստեղծածը, որը չի կարելի կրկնել։ Սա արդեն ուսում է։
բեմադրել էր ժամանակին Համլետ ներկայացումը, որը այստեղ մեծ քարկոծման քննադատության արժանացավ։ Այստեղ շատ քարկոծվեց եւ քարկոծվեց, բայց գիգանտ մարդկանց կողմից, դա էլ սովորելու բան կար մեջ։ Մոսկվա հյուրախաղերի ժամանակ այնպիսի արձագանք ստացավ, որից հետո Արմեն Խանդիկյանին Մոսկվայում անմիջապես երկու թատրոնից պայմանագիր առաջարկեցին։ Մեկը փոքր թատրոնում Ֆեդրա բեմադրել, մյուսը Մոսսովետի անվան թատրոնում Պուշկինի 4 ողբերգությունները, որոնց վրա շատ մարդիկ են գլուխ կոտրել։ Պատկերացրեք 23-24 թվականներին Մոսկվայում երիտասարդ բեմադրիչին վստահել Պուշկինի ողբերգությունները, դա գրեթե չլսված բան է։ Պրեմիերայից հետո անմիջապես մեր երկրից այն ժամանակ Կոմկուսներ եւ պարոն Դեմիրճյաններ մեր ղեկավարը իրեն հրավիրում են եւ իրեն ստանձնում են Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը։ Այսինքն այստեղ պարզվեց Հրաչյա Ղափլանյանին տեղափոխում էին Սունդուկյանի թատրոն եւ որոշել էին, որ ես պիտի նշանակվեմ գլխավոր ռեժիսոր, որը այն ժամանակ կենտրոնական կոմիտեի բյուրոյի նոմենկլատուրա էր այդ պաշտոնը։ Քան էլ հեշտ բան չէ, խմբի կողմից ընկալվել այնպես, որ այս բեմադրիչը կարող է նաեւ ղեկավարել թատրոնը։ Դա այնպես չի, որ բոլորի հետ շատ բարեհամբույր պիտի լինես։ Պիտի տեսնեն, որ այս մարդը իրենց հետ աշխատում է եւ իրենք այս բեմադրիչի հետ աշխատելուց ամբողջ խումբը առաջ են գնում։ Չմոտենաս։ Երթու եմ սել կընկերան առաջինին։ Իթե դու։ Աշխարհու Քրիսիպի տունը գիտես։ Գիտեմ։ Կգնաս ու կասես Քրիսիպին, որ շուտ գա այստեղ ինձ մոտ։ Մեր թատրոնի, այսպես ասած, ավագ ամենավառ ներկայացուցիչները Իշխան Ղարիբյան, Լևոն Թուխիկյան եւ մյուսները հեշտ չէր նրանց հետ։ Սկզբից դիմադրում էին, ոնց, ինչպես ես Լևոն Թուխիկյանս մտնեմ թախտի տակ, երբ որ Թորոսը պիտի թռնի այդ թախտի վրա, ես մոտավորապես եմ ասում։ Բայց հետո հասկացան, որ դա իր մեջ իմաստ է կրում, եւ կարծում եմ, որ ամբողջ խումբը արդեն մինչեւ 86 թիվը դրամատուրգ է, որ Արմենը կարող է ղեկավարել թատրոնը։ Շատ լուրջ է վերաբերվում իր արած գործին, բայց հետագայում իր արդյունքին նայում է թեթև ժպիտով։ Շատ գեղեցիկ մայր եմ ունեցել, շատ սիմպատիկ հայր եմ ունեցել։ Հայրս կարելի ասել հիմնադրեց Հայաստանում լուսանկարչության այն բաժինը, որը կոչվում է պորտրե։ Շատ հին լուսանկարիչներից մեկը իր հուշերից մեկում գրել է, որ մենք մինչև Խանդիկյանը լուսանկարում էինք արևի լույսով։ Բայց հետո տեսանք, որ սկսել է նկարել լույսով ստուդիոյում արդեն։ Հաճախ իր լուսանկարչատանը շատ էին հավաքում, թե Վարան Փափազյանը, թե Հրաչյա Ներսեսյանը, թե Պարուր Սևակը, այդպիսի շրջապատ էր։ Սողոմոն Տարոնցին, Համոսահյանը միշտ այնտեղ էին, ինչ հետաքրքիր էր ուղղակի։ Հա, այդ լույսերի վառվելը, բանը, չգիտեմ, չէ, այն ժամանակից չէի երազում ռեժիսոր դառնալ։ Կար մի մարդ, միշտ ինձ գրկում էր ու բավական հաստ շրթունքներով անընդհատ համբուրում էր։ Ես պապային ասում, պապ, այդ մարդուն ասա, ինձ այդքան չհամբուրի էլի։ Հետո հասկացա, որ դա Հրաչյա Ներսեսյանն էր։ Երբ որ մի սխալ բան էի անում, մայրս չէր ասում, չի կարելի, չէր ասում, վատ ես անում, արգելում եմ, մի արա, ասում էր, ամոթ է տղաս։ Այդ բանը շատ կարևոր բան է, մարդը ոչ թե ամաչկոտ լինելու մասին է խոսքը, հա, ամոթի զգացողությունը չկորցնի։ Կարող է չգամ։ Մենք կանենք մոնտաժը։ Վերա համ։ Դուշ։ Սա Իրանը սա։ Բեմադրիչի աշխատանքը հատկապես Խանդիկյանի։ Ավելի շատ կնմանացնեմ հրաշագործի։
իսկապես հրաշագործի, որովհետև ինքներդ դատեք հարյուրավոր մարդկանց նստեցնել դահլիճում եւ դա միայն հրաշագործը կարող է անել։ Այնպես անել, որ նրանց մոտ անպայման տեղի ունեն այդ տեղափոխումը ժամանակի ու տարածության մեջ։ 87 թվականին փորձերը բեմում գնում էր հոկտեմբեր ամիսն էր։ Պատկերացեք Պարուսեվակ, Երևան, Հայաստան եւ հանկարծ Արմենը մի տեսարան դրեց, որտեղ երկնքում հայտնվում են ուղղափիռներ, տանկերի հռնդյուն։ Բոլորս մի քիչ կասկածով նայեցինք դրան, ես անգամ ասի Արմեն, լավ, Հայաստանում ենք 87 թիվ, հանգիստ, ուղղափիռ բան, ասեց դուք զգում եմ ինչ որ բան լինելու է։ Եվ ինքներդ գիտեք, որ 88 թվականին Երևանի վրա հայտնվեցին ուղղափիռները, Երևան մտան տանկերը, այդպիսի կանխատեսումներ ինքը շատ ունի, ոչ թե ռեցեպտներ է տալիս, թե ինչպես պետք է արվի, այլ հարցեր է կախում օդում, զգում է, թե ինչ է ուռում օդի մեջ։ Ինքը մասշտաբային բեմադրություններ է անում, որտեղ միշտ քաղաքականությունը կա ու ինքը միշտ մեր երկրի դեպքերից առաջ անում է բեմադրություններ, որ հետո հաջորդում են մեր երկրում շատ քաղաքական իրադարձություններ։ Իսկ համարյա անեծք կա, չէ՞, ասում են ապրես անցումնային շրջանում գտնվող երկրում։ Ես կարծում եմ, որ դա դեռ չի ավարտվել եւ գուցե մի 50 տարի էլ տևի։ Բավական երկար ճանապարհ է սա։ Նրան վստահվեց մեր թատրոնի ղեկավարի պաշտոնը եւ վստահվեց ամենածանր ժամանակներում 92, 93, 94 ամենացուրտ մուրտ տարիներին դրամատիկ թատրոնը երբեք չի կանգնել, աշխատել է միշտ։ Հոսանքը չէր լինում, ամբողջ աշխատակազմը մոմերով կանգնած էր կուլիսներում, մոմերը վառած ներս էին մտնում, ներկայացումը շարունակում էր եւ հանդիսատեսը ուղղակի ցնցումների մեջ էր, ոգևորության մեջ էր ընկնում, որ իրենց համար մենք անում ենք սա։ Տրամաբանության հարցը այդտեղ ես Նոստրադամուսը չեմ, ոչ էլ Վանգան եմ, որ ենթադրեմ ու հասկանամ ինչ է։ Եղեն ապացույցները մեր շուրջն են, մեր առաջ են դրած մանավանդ անցումնային շրջանում գտնվող մեր երկրում շատ հնարավոր է շատ բաներ։ Նրան հրավիրեցին Ամերիկայի պրոֆեսիոնալ ամերիկյան թատրոն, այդ թատրոնի բեմադրիչը եւ տնօրենը եկել էին Երևան եւ տեսել էին Խանդիկյանի մոռանալ հեռուստատեն ներկայացումը եւ հրավիրել էին, որ նա այնտեղ բեմադրի ամերիկյան դերասանների հետ։ Սարսափելի է։ Ես ապրել եմ 3 վախի զգացում։ Առաջինը դա հանդուկն որոշմանս նկատմամբ ունեցած վախն էր։ Ես այն հաղթարեցի երազելով парքի մասին։ Նյու Յորքից փոքր քաղաք կա Բրիստոլ, այնտեղ թատերական քաղաք է, բեմադրեց ամերիկյան դերասանների հետ, անգլերենով, թարգմանիչով, եւ պայմանը այսպես էր 1 ամսում պիտի 25 օրում բեմադրվեր։ Առաջին 1 շաբաթում առաջին գործողությունը բեմադրվեց։ Գնացել ենք տուն ու Արմենը երկար մտածում, ասում է դու չես տեսնում, որ ինչ-որ բան պակաս է, չկա ինչ-որ բան։ Կանչեց դերասաներին, հավաքեց բոլորին, 2 ժամ խոսեց, չգիտեմ ինչ խոսեց թարգմանչի հետ միասին, հաջորդ օրը եկավ ու այս դերասանը խաղաց այն, ինչ որ ինքը ուզում էր։ Երբ որ ներկայացումը եղավ, վերջացավ, մենք հարցրեցինք դուք ինչից էիք վախենում, ասեցին մենք վախենում էինք, որ դուք, պարոն Խանդիկյան, չեք կարողանա աշխատել մեր սիստեմում, իսկ ասեց Արմենին դուք ինչից էիք վախենում, ասեց ես վախենում էի այն նրանից, որ ոնց որ կյանքում չունեք կոնտակտ, այնպես էլ բեմում, ու Արմենը ստացավ այն ջերմությունը, որ կարողանում ենք ունենք մենք մեր ժողովուրդը ունի իր մեջ։ Չգիտեմ, պիտի փորձես հոգեբան լինել, եթե չես էլ պիտի հրաժարվես այդ գործից։ Դիքո փորձես միջավայրը ճիշտ ստեղծել նաև, ոչ միայն բեմում։ Մեծ հաջողություն է ունեցել ներկայացումը։ Կարող եմ ասել, որ հայ բեմադրիչներից ոչ մեկը չի հրավիրվել ամերիկյան թատրոնում ամերիկյան դերասանների
մեծ կաստինգից հետո ընտրել դերասաններ եւ աշխատել։ Միշտ սիրում է ասել մեր կոլեկտիվին, որ թատրոնում պետք է լինի զինվորական կարգապահություն, բայց թող ռոմանտիկ չհնչի այս ֆրազը երեք հրացանակիրներից։ Մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար, որովհետև հավատացեք, թատրոնում միանակ մարդը ոչինչի ընդունակ չի։ Ինքը առաջերտին իր հետ է խստապահանջ ու իր օրինակով ծառայում է բնականաբար շատ բաների, որ մի խոսքով այն տեսակ մարդը, որին ուզում ես ոչ թե նմանվել, այլ ռուսերեն բառ կա ասած, ռավնյացը։ Ասում են, որ թատրոնում պարտադիր է, որ պետք է լինի զինվորական կարգ ու կանոն, կարգապահություն զինվորական։ Ես կարծում եմ, սա ավելի շատ հնարվել է ոչ թե թատրոնի համար, այլ կոնկրետ Արմեն Խանդիկյանի համար։ Երբեմն բեմում նա մեզնից այնպիսի բաներ է ստանում, որ դու հետո զարմանում ես, որ այ դու դա արեցիր, ոնց արեցիր։ Ավակ ընկերան, մոռանում ես պահի տակ, երկուսով սկսում եք ինչ-որ sense փնտրել, չես զգում երբևէ, որ երաժշտական ղեկավարն է, վայ, չէ, ազատ, հանգիստ։ Աշխատանքը շատ կարևոր է իր համար։ Նա օրերով իսկապես կարող է փակվել, աշխատել եւ դրա համար եթե գալիս է փորձի, գիտի ինչի համար է եկել, ինչ է ուզում եւ ինչ պետք է անի։ Երբ որ գալիս է բեմ կամ փորձասենյակ առաջին փորձին, եթե սեղանի շուրջ աշխատանքին, ինքը արդեն 2 տարի տանը աշխատած է լինում այդ պիեսի վրա։ Բոլոր կրճատումներով, երաժշտությունով, ձևավորումով, ինքը ամեն ինչ արդեն տեսնում է, գիտի ինքը ինչ է ուզում։ Մեզ դերասաններից մնում է, որ մենք կարողանանք իր մտքի թռիչքի հետևից հասնել։ Պիտի անես ինքը ինչ ուզում է, ու ինքը արդեն չի էլ համբերում, ինքը որ արդեն էփված է 1-2 տարի այդ բեմադրությամբ, ինքը միանգամից ուզում է արդյունք տեսնի։ Տաղանդի ճակատագիրն է աշխատանք 4 անգամ։ Նորություն։ Սա ինձ համար դարձել է նպատակ, մինչ այսօր։ Շատերը ասում են սադիստ է, բայց ես հասկացել եմ մի բան։ Ինքը դա անում է այնքան, որ ցանկացած դերասանի ենթագիտակցության մեջ դու դա այնքան ես փորձում, ինչպես երաժիշտը, դաշնակահարը, դա դառնում է վարժություն, որ դու մեռածել լինես, դու 10 տարի էլ չխաղաս, հենց սկսեցիր խաղալ, ամեն ինչը հստակ փայլուն կկատարես։ Թատրոնում Արմենի համար գոյություն չունի մոտնկեր, ինչ իմաստով, բեմադրության իմաստով։ Մոտնկեր, կին, մի խոսքով, նա բեմադրում է այն ներկայացումը, որը պետք է թատրոնի։ Երբ որ դժվարանում ես, եկել ես ինչ-որ տեղ կանգնել ես, չի գնում առաջ, ավելի շատ բարդ, երևի թե կոմեդիայի անդրադառնամ, ինչը շատ բարդ է, երբեմն գալիս է նույնիսկ աղջիկներին, կանացի կերպարներին, մի ժեստը, մի շարժումը, մի օյ, ինչ-որ բացականչական նշանը շատ գցում է տեղը, դերասանը տեղից ահա հասկացա, տեղից գնում է, շարունակում է, կերպարը կառուցվում է։ Բեմը շատ վտանգավոր տեղ է, զարմանալի տեղ է, նույն տաղանդավոր կամ վարպետ դերասանին կարող ես կանգնացնել բեմի կենտրոնում եւ նրա ասածը, արածը հանդիսատեսին չհետաքրքրի, կարող է կանգնել բեմի այն անկյունում եւ ձգողական ուժը շատանալ։ Զարմանալի ճարտարապետություն ունի բեմը։ Թեև տալիս է Արմեն Սամվելիչը, բայց երբ թե դա այդ օրը պետքա թողնես մնա, մյուս օրը նորից սկսես, ինքն էլ այդպիսի մարդ։ Այս օրը եղավ, լավ էր, գովվեց, գնացինք առաջ։ Ես ցանկություն ունեմ այնպես անել, որ 400-300 հոգի նստած դահլիճում հանդիսատեսը, անհատ հանդիսատեսը, մեկ հանդիսատեսը 5 րոպե հետո չզգա, որ 400 հոգու մեջ է նստած։ Մարդու կյանքը շատ զարմանալի անակնկալներով լեցուն է։ Նախ պիտի
անմիջապես կատարվածին, անմիջապես նույն վարքյանին ռեակցիա չտաս։ Շունչ քաշելու իմաստություն պետք է ունենաս։ Պետք է մարդկանց հետ շփվելու ժամանակ փորձես իր մեծ սխալի պատճառով իր կարևոր թեկուզ պուչուր տեղին չկպնել։ Միջանձնային հարաբերությունները ոչ բեմում միշտ Արոն Սամվելիչի կողմից դիտարկվում է այսպես, որ ձեր հարաբերությունները պետք է այնքան լավ ու վատ չլինեն, որ բեմում դա երևա։ Այսինքն դուք փորձեք լուծել ձեր հարցերը այնտեղ, բեմում ես նման բան չզգամ, որտեղ բեմում մենք աշխատում ենք բոլորս։ Ինքը հասկանում է մեխից սկսած վերջացրած ամեն ցեխերով, ինքը առավոտյան աշխատանքի մտնելուց այդ բոլոր ցեխերով անցնում է, նկարիչների, դեկորի եւ մինչև բարձրանում է իր աշխատասենյակը։ Ես երբեք չեմ ուզում թատրոնի մասին ասել բաներ եւ կամ թատրոնի վերաբերվել այնպես, ինչպես ասենք հերքյատների մեջ ավելի վրա նստած մեկը թռչում է ծուխեր հանելով, այդպիսի հերքյատներ չկան ինձ համար թատրոնում։ Սա շատ ռեալ գործ է։ Անցել այսքան տարի ես քիչ այդպիսի բեմադրիչներ գիտեմ, որոնք շատ լավ են զգում ժամանակի շունչը։ Եթե բեմում չկատարվի այն, ինչ որ նորություն է, ինչ որ նաև զարմացնում է, դահլիճը դատարկ է լինելու։ Երբ որ դահլիճը լիքն է, չես կարող բեմում դա չանել։ Հիշելու շատ բան կա, բայց ասում են, չէ, надо прожить так, чтобы было что вспомнить, но стыдно рассказать։ Գախնիկները, չէ, երիտասարդության, իրանը գախնիկ չի, իրանը իր գիտակցության մեջ է։ Ինքը չի ծերանա երբեք։ Չեմ կարող ասել Արմեն Խանդիկյանը քանի տարեկան է որպես արվեստագետ, որովհետև ինքը արվեստագետ է առավոտից մինչև երեկոմ։ Տարիք չէ, որովհետև երիտասարդի հետ աշխատում է երիտասարդի պես, ավագ սերնդի հետ աշխատում է ավագ սերնդի պես, չունի տարիք։ Ձեև սխալ եմ, բայց անկեղծ ասեմ, այսօր ես երազանքներով չեմ ապրում։ Զարմանալի է, ես երազում եմ մանր կենցաղային հաճույքներ մի քիչ շատ ունենալ։ Երազում եմ մի քիչ ավելի կիրթ միջավայրում ապրել։ Կուզենայի թատրոնը, իմ ղեկավարած թատրոնը իսկապես դերասանի համար շատ բարեկեցիկ միջավայր ունենալ։ Բեմը տեխնիկապես 21-րդ դարին համապատասխան հագեցված լիներ։ Սրանք երազանքներ են, որովհետև չկան, բայց ուզում եմ ձգտել, որ դրանք կատարվեն, եւ սրանք անկարելի բաներ չեն։ Իսկ այդպես երազանքը ինչ է, որ իսկապես այն աշխարհը գոյություն ունենա։ Այստեղից հետո։ Բայց դա դեռ երազանք է, կա, չկա, չգիտեմ։ Բարի գիշեր։